Ռոբի լակոտներ, Սերժի լակոտներ, Գագոյի լակոտներ կալու չոքցնելու եմ սաղիկ, հատ մասկեկները կոխելու եմ համապատասխան տեղերը։ Ստալինն ասում էր գտեք մարդուն մեղադրանքը կգտնվի։ Վարչախմբի քաղաքական անդիմախոսների կալանավորումների եւ բռնաճնշումների անվերջ շղթան մեզ արդեն հասցրել է մի հանգրվանի, մեզ վերածել է մի պետության, ուր շուտով կալանավորված քաղաքական գործիչներն ավելի շատ կլինեն, քան ազատության մեջ գտնվողները։ Կարծես վերադարձել է 1930-ականների գործելակերպը, երբ անմեղ մարդկանց, որպես վերջին հանցագործների, տներից անկողնուց էին դուրս բերում, սարսափազդու տեսարաններ ստեղծելով եւ հարևաններին, շրջապատին, բնակչությանը վախեցնելու նպատակով։ Հայաստանն այլևս ինքնիշխան պետություն չէ։ Մեր պետությունը կառավարվում է արտաքին թելադրանքով, իսկ որոշումների հիմնական ուղղությունները գալիս են Բաքվից եւ Անկարայից։ Պատահական չէր, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտնի որոշման օրը այստեղ էր գտնվում Հիկմեթ Հաջիևը։ Այդ համատեքստում վարչախմբին հանձնարարվում է ստեղծել այնպիսի իրավիճակ, որ առաջիկայում հնարավոր լինի առանց լուրջ դիմադրության առաջ տանել Ալիևյան սահմանադրությունը։ Իսկ որպեսզի հանրային դիմադրություն չլինի, անհրաժեշտ է հարվածներ հասցնել քաղաքական ուժերին եւ ազդեցիկ այն մարդկանց, որոնք քաղաքական միտք են ձևավորում։ Օրինակ, ինչու է Արմեն Աշոտյանը բանտում։ Նա քաղաքական միտք ձևավորող գործիչներից մեկն է։ Ինչու են տարբեր քաղաքական գործիչներ գտնվում ազատության սահմանափակման պայմաններում։ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, Անդրանիկ Թևանյանը կալանավորված է, քաղաքագետ Խաչիկ Գալստյանը նույնպես տնային կալանքի տակ է, Ալեն Ղևոնդյանի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվում, մարդկանց խոսքի ազատությունը սահմանափակվում է։ Միքայել Սրբազանը վարչական հսկողության, Բագրատ Սրբազանը տնային կալանքի տակ է։ Եթե փորձենք թվարկել բոլոր այն մարդկանց, որոնց նկատմամբ վերջին շրջանում նման միջոցներ են կիրառվել, մեր հաղորդման ժամանակը պարզապես չի բավականացնի։ Այս ամենի հիմնական նպատակը մեկն է՝ վերացնել ընդդիմախոսությունը։ Երբ իշխանությունը նախաձեռնում է Ալիևյան սահմանադրության հանրակրվե, անհրաժեշտ է, որ այդ գործընթացի ընթացքում հնարավորինս քիչ լինեն քննադատական ձայները։ Հարվածներ են հասցվում տարբեր քաղաքական ուժերի առաջնորդներին կամ առաջնորդական ներուժ ունեցող անձանց, հույս ունենալով, որ այդ կառույցները կթուլանան կամ կփլուզվեն։ Նույն ակնկալիքն ունեին նաև Հայակվե միավորման հարցում, սակայն սխալվեցին։ Այո, Հայակվեի համակարգող Ավետիք Չալաբյանի բացակայությունը ծանր հարված է, սակայն այդ կազմակերպությունն այնպես է կառուցված, ունի աշխատանքի այնպիսի սկզբունքներ, ներքին կանոններ եւ էթիկա, որ մեկ մարդու բացակայությունը չի կարող հանգեցնել կառույցի փլուզմանը։ Վարչախմբի նպատակը վախի մթնոլորտի ձևավորումն է։ Յուրաքանչյուր մարդ, որը բարձրաձայնում է իր տեսակետը, հաճախ դրա համար գին է վճարում, կորցնում է աշխատանքը, ազատությունը կամ ճնշումների են ենթարկվում նրա ընտանիքի անդամները։ Այդ ամենը հոգեբանական ազդեցություն է թողնում հասարակության վրա եւ մյուսները տեսնելով դա նախընտրում են լռել։ Այսպիսով վախի մթնոլորտ է ձևավորվում ոչ միայն քաղաքական ուժերի, այլև ամբողջ հասարակության շրջանում։ Արդյունքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ երկրում քաղաքական կյանքն աստիճանաբար վերանում է։ Քաղաքականությունն իր էությամբ ենթադրում է մասնակցություն, մրցակցություն, գաղափարների բախում եւ հանրային քննարկում, սակայն այն, ինչ այսօր տեսնում ենք, գաղափարական պայքար չէ։ Իշխանությունն իր ամբողջ ռեպրեսիվ գործիքակազմը կիրառում է ոչ թե քաղաքական մրցակցության, այլ ընդդիմախոսներին լռեցնելու եւ մեկուսացնելու համար։ Քաղաքականությունը գաղափարների մրցակցություն է, ոչ թե ուժային ճնշումների համակարգ։ Բայց այսօրվա Հայաստանում վարչախումբը համարում է, որ միայն ինքն ունի քաղաքականությամբ զբաղվելու իրավունք եւ պետական ամբողջ ռեպրեսիվ համակարգն օգտագործվում է այնպես, որ ուրիշները չկարողանան զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Նույնիսկ եթե իշխանությունը ցանկանում է պահպանել իր դիրքերը, գործընթացները գոնե ձևական առումով պետք է համապատասխանեն օրենքին եւ ժողովրդավարական սկզբունքներին։ Սակայն վերջին ընտրությունների ընթացքում տեղի ունեցավ մի բան, որը նույնիսկ դժվար է պարզապես ընտրակեղծիք անվանել։ Սովորաբար ընտրակեղծիքի նպատակը լինում է որևէ քաղաքական ուժի ձայները նվազեցնելը կամ մեկ այլ ուժի ձայները մեծացնելը, բայց այն, ինչ տեղի ունեցավ Բարգավաճ Հայաստան կուսակցության դեպքում, այլ բնույթի երևույթ էր։ Փաստացի ասվեց. Դուք հաղթահարել եք օրենքով սահմանված շեմը, ստացել եք բավարար ձայներ, բայց միևնույն է խորհրդարան չեք անցնելու։ Սա պարզապես ընտրախախտում չէ, սա իշխանության յուրացման դրսևորում է։ Հայաստանի սահմանադրության երկրորդ հոդվածը հստակորեն ասում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ ժողովուրդն այն իրականացնում է ընտրությունների եւ հանրաքվեների միջոցով։ Եթե ժողովրդի արտահայտած կամքը կամայականորեն անտեսվում է, խոսքը միայն ընտրախախտման մասին չէ, այլ սահմանադրական կարգի խաթարման։ Բարգավաճ Հայաստանը ըստ հրապարակված արդյունքների հաղթահարել էր օրենքով սահմանված շեմը, սակայն այն ընտրատեղամասերում, որտեղ կուսակցությունը ստացել էր բարձր արդյունքներ, քվեարկության արդյունքները ճանաչվեցին անվավեր։ Դրանից հետո վարչական դատարանը որոշեց, որ նման դեպքերում պետք է անցկացվի վերաքվեարկություն, քանի որ հազարավոր քաղաքացիներ արդեն իրականացրել էին իրենց սահմանադրական ընտրական իրավունքը։ Սակայն ԿԸՀ-ն փաստացի անտեսեց այդ իրավունքը, ներկայացնելով հիմնավորումներ, որոնք ըստ բազմաթիվ մասնագետների որևէ կապ չունեն ոչ միջազգային ընտրական չափորոշ
կարգավորոշիչների, ոչ էլ Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականների հետ։ Այս ամենի արդյունքում տեղի ունեցավ ոչ թե սովորական ընտրախախտում, այլ պետական համակարգի ձևախեղում, որը հանգեցնում է իշխանության յուրացման։ Մենք այսօր ապրում ենք մի երկրում անկախ ընտրությունների արդյունքներից, որտեղ սահմանադրությունը այլևս չի գործում։ Եվ բոլոր այն իրավունքները, մարդու համընդհանուր իրավունքներ, սահմանադրական իրավունքներ են, դրանք չեն գործում։ Եկեք կարճ թվարկենք ու անցնենք առաջ։ Խոսքի ազատությունը արդեն մենք ունենք դեպքեր, երբ որ մարդուն դատարանով արգելում են խոսել, հա։ Սեփականության իրավունքը Հայաստանը պաշտպանված չի եւ ամենավտանգավորն է դա, որտեղ այս մարդ, որը վարչապետ է, ինքը ասում է սրանք կունեզրկեն, սրան բոմբ կսարքեն, սրան այդպես կանեմ, սրան այնպես կանեմ։ Այն երկիրը, որտեղ սեփականության իրավունքը չի գործում, այդ երկիրը ապագա չունի, շանս չունի գոյատևելու։ Ընտրակեղծ ծառայության հետևանքով վարչախումբը 9-րդ գումարման խորհրդարանում ցավոք արդեն ձևավորել է այնպիսի մեծամասնություն, որը թույլ կտա անարգել ընտրել գլխավոր դատախազին, անկախ պետական մարմինների ղեկավարների, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամներին, բարձրագույն դատական խորհրդի անդամներին, մարդու իրավունքների պաշտպանին եւ այդպես շարունակ։ Այսինքն պետական կարևորագույն ինստիտուտները ձևավորվեցին այնպիսի պայմանական մեծամասնության միջոցով, որի լեգիտիմության հետ կապված լուրջ կասկածներ կան։ Իսկ պայքարը շարունակվում է։